Աստված օրհնի մեզ բոլորիս, այսպես եմ վերնագրել խոսքը ամենակարողի շուքի տակ, շուք ստվեր բառն է, այսինքն շատ մոտ ամենակարողի ներքո մարդը իր ապահովությունը տեսնի, ամենակարողի շուքի տակ։ Առաջին նամակը Պետրոսի առաջին գլխից կարդամ 3-ից մինչև 9 համարը, օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը, դեպի այն անեղծ և անարատ և անթառամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր հետին ժամանակում, որ նրանով կուրախանաք, թեև հիմա ինչպես որ հարկը պահանջվում է, մի քիչ տրտմած եք, կերպ փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության, պատվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը, որին չտեսած սիրում եք, որ նրան հավատացիք, թեև հիմա չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի և փառավոր խնդությունով, ձեր հավատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։ Պետրոս առաքյալը համառոտ պատմում է այն մեծ օրհնությունը, որ մենք արդեն ունենք Աստվածաշնչյան ավետարանի կրթությունը առած, ճանաչում ենք Աստծո օրհնությունը, մեծ ողորմությունը, որ մեզ համար առատ ողորմությունը, որ մեզ համար եղավ, կենդանի հույս շնորհեց մեզ այդ գիտությունով, ավետարանի գիտությունով, իմանալով Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, մեր մեղքերի համար զոհ լինելը, նրա հարություն առնելը։ Կենդանի հույս Քրիստոսին մեռելներից հարություն առնելով, և որ Քրիստոսին ընդունեցինք, պատկանեցինք Աստծուն, վերստին ծնունդ շնորհեց մեզ, որպես իրենները, Աստված մի սուրբ գործ արեց մեզանում, և այդ կենդանի հույսը դրեց մեր մեջ, նաև հասկացողություն, գիտակցություն, որ թեև երկինքը չես տեսնում, բայց Աստծո խոսքով հասկանում ես ինչ է պահված քեզ համար, անեղծ, անեղծանելի, անարատ, անթառամ ժառանգություն, որ երկնքում պահված է մեզ համար։ Եվ մենք էլ այսօր, որ երկրի վրա ապրում ենք, Աստծո զորությամբ ենք պահպանվում։ Պահում է մեզ, որ մենք հասնենք փրկությանը, փրկության օրվանը, և մեր Տերը, երբ որ հայտնվի, նրա հայտնվելու ժամանակ, այդ վերջին օրը, վերջին հետին ժամանակում, բացարձակ մեր փրկությունն ենք տեսնելու, մեծ օրհնություն, սակայն այդ մեծ գանձը և ապագայի ապահովությունը ունենալով, մենք այսօր նեղություններ ենք կրում և կրելու ենք նեղություններ, դժվարություններ, ասում է, ուրախանում եք ձեր փրկությունով, տեսնելով ապագայում այդ մեծ օրհնությունները, պահված է ձեզ համար, սակայն մի քիչ տրտմած եք այսօր կերպ փորձությունների մեջ, որ այդ փորձությունները, որ այսօր ձեզ հանդիպում են, պահանջ կա, հարկն է պահանջում, ձեր գլխով անցած նեղությունները կարծես ավելի ստիպեն ձեզ շատ ավելի հարցեր խորը հասկանաք։ Մեղավոր լինելու, մեղք ընդունելու պատճառով ապականվեց երկիր,
ավելի խորն ես հասկանում։ Ավելի լուրջ ընտրություն ես հաստատում Աստծո կամքը հաստատ պահելու, Աստծո խոսքը պահելու ընտրություն նեղության մեջ։ Շատ մարդիկ ասեն, ես ընտրել եմ արդարության ճանապարհը, բայց նեղության մեջ երևում է ով է ընտրել արդարության ճանապարհը, ով ձեռք անիրավության չգցեց, ով հավատարիմ մնաց Աստծուն, հավատարիմ մնաց արդարներին, իր ընկերոջը։ Նեղությունը ցույց է տալիս հավատարիմներին, ովքեր են։ Հարկ պահանջվեց, որ նեղություն տեսնեք։ Նեղության մեջ դու գործադրում ես հավատք առ Աստված, ավելի կարչում քո Աստծուն, ավելի տեսնում քո տկար անզոր լինելը եւ ավելի հասկանում, որ Աստծով մարդը մենակ կապրի։ Եվ հավատքը, հավատալն Աստծուն ավելի պատվական է դառնում նեղությունով անցած մարդու համար, քան ոսկի նվարցաթը հարուստի համար։ Շատ մարդկանց համար ոսկին եւ արծաթը նույնիսկ կլինեն իրենց գայթակղություն, կվախենան կորցնեն նեղության պատճառով իրենց ունեցվածքը, սակայն արդարի համար հավատալն Աստծուն կհաստատվի, չի կորցնի, կզորանա։ Եվ ավելի կտեսնի, որ Աստծուն հավատացի եւ ամոթով չմնացի։ Իսկապես հավատալ Աստծուն ոսկուց էլ, արծաթից էլ ավելի թանկ հարստություն է։ Այսպես ասած, փրկության մեջ մնալու կարողություն է։ Չկորցրեցի կյանք հավատալով Աստծուն։ Նեղության մեջ փրկությունս չկորցրեցի, որովհետև Տիրոջը հուսացա։ Եվ սկսում է մարդն էլ ավելի պատվել, մեծարել, փառքի արժանացել Հիսուս Քրիստոսին, որ դու ես իմ փրկիչն ու իմ պահապանը։ Որ ինչ տեսած սիրում եք, այո, մենք դեռ չենք տեսել նրան ինչպես որ է։ Բայց նրա փրկարար գործը, որ նա սիրուց բխեց մեզ համար, տանում է նրան, որ մենք էլ նրան սիրենք։ Թեև տեսնում ենք թերություններ, պակասություններ մեր կյանքում, որ կարծես սիրո մեջ աճելու կարիք ունենք։ Նրան ավելի սիրելու, որովհետև նա առաջ մեզ սիրեց եւ շատ մեծ սիրով սիրեց։ Տերը մեզ օրհնի, որ ինչ տեսած սիրում եք, որ նրան հավատացիք, թեև հիմա չեք տեսնում, եւ ուրախ եք անպատմելի եւ փառավոր խնդությունով։ Օրհնի մեզ Աստված, մեր հավատքը երբևիցե չպակասի, մեր տիրոշմով զորացած անցնենք եւ այդ ուրախությունը մեր սրտում լինի։ Ասում է, ձեր հավատքի վախճանը սա է, ձեր փրկությունը։ Երբ որ մտնենք երկինք, արդեն այնտեղ էլ հավատալը պետք չէ, որովհետև տեսնելու ենք նրան ինչպես որ է։ Մենք մեզ տեսնելու ենք ապահովության մեջ, կյանքի մեջ, հավատքի վախճան, ձեր փրկությունը արդեն հաստատվեց, ունեցաք, մտաք երկինք, ապահովեցիք, ապահովված եք արդեն, տեսնում եք նրան ինչպես որ է, մենք այսօր չենք տեսնում, չտեսած բաներին են հավատքով տեսնում, երբ որ տեսնենք մեր փրկությունը, Քրիստոսով մեր ապահովությունը, այն ժամանակ հավատքի վախճանը, հոգիների փրկությունը, Աստված մեզ օրհնի, սակայն այսօր մենք երկրի վրա ենք ապրում, Աստծո ժողովուրդ, որ տարբեր տեսակ նեղությունների եւ դժվարությունների մեջ է եւ հանդիպելու ենք դեռ շատ եւ շատ տեսակի նեղությունների եւ դժվարությունների։ Մեզ Տերը պատրաստում է, որ մենք կարողանանք այդ նեղություններին, դժվարություններին հաղթահարելու ել ավելի մեծ հավատք վստահություն ունենանք իր հանդեպ։ Նրան ճանաչելով, նրա անունը, անվան մեծությունը, այսպես ասած նրա փառավոր լինելը ճանաչելով, պատրաստ լինես հուսալ Աստծուն, որքան էլ մեծ լինի քո նեղությունը։ Կարողանաս վստահել նրան։ Հասկանալ, որ նա է քո պաշտպանը։ Սաղմոս 91-ը
Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն, այսինքն մեկը, որին կարող ես հնվել, անկասկած, ապավինել նրան, և իմ ամրոց, իմ համար մի ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից, նա կծածկե քեզ իր փետուրներովը, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է և զրահ։ Աստված մեզ օրհնի, հիշենք այս խոսքերը, երբեք մենք մենակ չենք լինելու, նրա թևերի տակ ենք։ Ու պատահական չի այս օրինակը, կծածկե քեզ իր փետուրներով, գիտի ոնց ծածկի, ու բնության մեջ հետարքիր բաներ կան, որ օրինակ բերելով կարծես ավելի խորն են ցույց տալիս խոսքերի կամ մտքերի խորհուրդներ։ Ասում եմ, երբ որ մեկի գոմը վառվել էր, կենդանները ով կարացել էին փախնեին, այդտեղ մնացել էր մի հավ և վառվել էր այդ հավը, բայց նրա փետուրների տակ ողջ էին մնացել իր ճուտիկները, որ պահել էր, չէր փախել, ճուտիկներին թևերի տակ առած վառվել էր։ Դարքիր օրինակ է բերում, Տերը իր վրա կրեց մեր մեղքերի պատիժը, որ մենք դժոխք չգնանք, կորուս չգնանք, մեծ հարցի պատասխանը տվեց, մեզ ապահովեց, մեր կյանքն ապահովեց, մենք այսօր թեկուզ վտանգի մեջ, բայց գիտենք անցնելու ենք, որովհետև նրա թևերի տակ ենք, նա է մեզ հսկողը, նրան ենք հուսացած։ Դու չես վախենա գիշերը զարուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, այն որ ցերեկը կհանդիպի մարդկանց, մարդիկ կվախենան, քեզ կհանդիպի գիշերը, քո սրտում էլի վստահությունը Աստծո հանդեպ, կօգնի, որ չվախենաս։ Այն ժանտախտից չես վախենա, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է քեզ սորումը։ 1000 հոգի քո կողմիցը կընկնեն և 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների ատուցումը կտեսնես, որովհետև դու ես Տեր իմ հույսը։ Այս պաշտպանությանը արժանանալու ենք և արժանանում ենք էլ։ Շատ նեղություններից փրկվել ենք, չենք էլ նկատել, որովհետև Տերն է եղել մեր հույսը։ Հետագայում էլ էլի Տերն է մեր հույսը։ Ու Տիրոջ խոսքը լսեք, դու բարձրալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի և նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չդպցնես, այրուցների և իժերի վրա կգնաս, և առյուծի կորյունների և վիշապին ոտով կող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ, և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչե դեպի ինձ, և ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկայն օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Այսինքն ուշադրություն դարձրեք, ամփոփ միտքը նայենք, ընդհանուր տեքստի։ Եթե ընտրել ես, հավատում ես Աստծուն, չի նշանակում, որ ընդհանրապես նեղություն չես տեսնի։ Նեղության մեջ քեզ հետ կլինեմ, կապրեցնեմ, փառավոր կանեմ։ Ինչու՞, որովհետև նա ճանաչեց իմ անունը։ Ոչ միայն լսել էր, որ Հիսուս փրկիչն է, այլ հաղորդ եղավ փրկչի հետ, ճանաչեց, այդ անունը ընդունեց որպես իրեն փրկչի անուն, իրա Տիրոջ անուն, իրան փրկողի անուն, որովհետև նա ինձ ցանկացավ, փափագեց, ասում է, ցանկացավ ինձ հետևել նրան,
նրան, ասենց ասած, նրա կամքը պահել եւ խոստանում է ես էլ կփրկեմ նրան։ Ցանկացավ ինձ ինչ է, որ նրա կամքը լինի իմ ամբողջ կյանքի մեջ։ Այն նեղության մեջ էլ հավատարիմ լինեմ, դեր ինձ հետ, ես Տիրոջ հետ, լենության մեջ էլ։ Հավատացեք, լենության մեջ ավելի դժվար է հավատարիմ լինել։ Շատերն ընկնում են հենց լենության մեջ։ Համարձակվում են հեշտությամբ պարտվել, մեղանչել։ Բայց նեղության մեջ, հենց նեղությունն ինքը ստիպում է ավելի մոտենալ սրտով, մտքով Աստծուն, փափագել նրան, նրա պաշտպանությամբ ապրել, նրան տեսնել քեզ համար ինչպես մի ամրոց, հավատով անցնես դա, կանչես նրա անունը, խոստանում է, ես նեղության մեջ նրա հետ կլինեմ եւ կապրեցնեմ, փառք նրան հավիտյան։ Տերը օրհնի, որ այս խոսքերն էլ մեր սրտում լինեն։ Այս խոսքերով մենք իրավունք ունենք գանք Աստծո առաջ, չէ՞։ Ամեն դժվարության մեջ ասենք, հիշենք Տիրոջ խոստումը, նախ մեզ քննենք, գանք Աստծո առաջ սրբվենք այն ամենից, որ նեղությունը կգուցե պատճառ կտա ավելի խորը քննես, տեսնես ինչ որ պակասություններ եւ փափագես Տիրոջ հետևից գնալու, սրբվելու ամեն սխալներից, նաեւ ասենց ասած ավելի մոտ լինես Տիրոջը եւ Տերը քեզ մոտ լինի։ Նրա խոսքերով ապրես, կարող ես ասել, չէ՞ Տեր, ես կանչում եմ քո անունը, խնդրում եմ քո խոստման պես ինձ հետ եղիր։ Նեղությունը որ պահին ինչպես կհաղթարեց կանցկացնես ինձ, բայց կարևորը քո ներկայությունն է։ Կարևորը որ դու ինձ հետ լինես քո խոստման պես, ապրեսնես քո խոստման պես։ Ապրեսնել ավելի շատ մեր փափագը պիտի լինի սա, երկինք մտնել։ Այս ասում ես հավատքի վախճանը, ձեր փրկությունը ժառանգեք, անթարամ, անարատ, այդ ժառանգությունը, որ պահված է երկնքում, դա ստանաք, օրհնի մեզ Աստված, խոնարհվում ենք մեր Տիրոջ առաջին, նրա խոսքերը մեր սրտում պիտի լինեն, խոստումները, որ այս խոստումները աղոթքիդ մեջ հիշատակելով վստահ ես, որ լսելի է աղոթքը, դու ես ասել Տեր, կանչիր ինձ նեղության մեջ եւ ես քեզ հետ կլինեմ։ Աստծո բերանի խոսքով ամեն մարդ կապրի, չէ՞, հավատացող կապրի, Տիրոջ հուսացողը կապրի։ Խոստմանը հավատացողը կկանչի նրա անունը։ Հավատքով էլ կանցնես դժվարությունը եւ կտեսնենք, որ իսկապես հավատալն Աստծուն ավելի պատվական է, քան ոսկին։ Ոսկի նեղության մեջ որից փրկություն չի բերի։ Տիրոջը լինի փառք հավիտյան։ Այս օրերին, երբ որ մենք ճանաչում ենք Քրիստոսի մեծությունը, բարձրալին հուսացող, ճանաչես Քրիստոսին բարձրը եւ բարձրալը, որքան նրա մեծությունը ավելի փառավոր ես տեսնում, այնքան մեծ է քո հավատքը։ Որքան քո փոքրություն ես տեսնում, ավելի, ասենց ասած, հեշտ ես քեզանից հրաժարվում, ամբողջ սրտով Տիրոջը վստահում, ամբողջովին Աստծուց կառչում, ավելի կատարելությամբ հավատում Աստծուն։ Տերը մեզ օրհնի, աղոթք անենք, երբևիցե մեր հավատը Տիրոջ նկատմամբ չպակասի, նրա խոսքը մեր սրտում հաստատ մնա։ Փորձության ժամին հավատքով անցնենք, ամենը հաղթարենք մեր Տիրոջը հուսալով։ Տերը օրհնի մեզ, աղոթենք։